Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել Հալեպում լայնամասշտաբ ռազմական գործողության դեմ։ Ցույցեր են տեղի ունեցել մասնավորապես Վանում եւ Մարդինում։ Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Սիրիայի դեմոկրատական ուժերին կոչ է արել պահպանել Դամասկոսի հետ կնքված համաձայնությունը եւ վերջ դնել Հալեպում բախումներին։ Ֆիդանի խոսքով քրդական խմբավորումը չի կատարում մարտին կնքված համաձայնագիրը, ըստ որի Սիրիայի դեմոկրատական ուժերը պետք է իր բոլոր ռազմական եւ քաղաքացիական կառույցներն ինտեգրեր երկրի պետական համակարգում։ Թուրքական քրդամետ հանուն հավասարության եւ ժողովրդավարության կուսակցությունն էլ Սիրիայի կառավարությանը մեղադրել է խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար, նշելով, որ թուրքական կողմի հայտարարություններն ավելի են հրահրում բռնությունը տարածաշրջանում։ Մոսկվան Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը միջամտություն կհամարի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Լոնդոնի, Փարիզի եւ Կիևի եռակողմ հռչակագիրն Ուկրաինայում պատերազմի ավարտի դեպքում այնտեղ բրիտանական եւ ֆրանսիական զորքերի տեղակայման մասին։ Ուկրաինայի տարածքում արևմտյան երկրների ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների, պահեստների եւ այլ ենթակառուցվածքների տեղակայումը կորակվի որպես օտարերկրյա միջամտություն, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև եվրոպական այլ երկրների անվտանգության համար։ Բոլոր նման ստորաբաժանումներն ու օբյեկտները կդիտարկվեն որպես օրինական ռազմական թիրախներ Ռուսաստանի զինված ուժերի համար, հայտարարել է Զախարովան։ Այս հայտարարությանն արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո բրիտանական զորքերը կտեղակայվեն Ուկրաինայի ապագա զինված ուժերը կառուցելու, Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու եւ Ռուսաստանին ապագա հարձակումներից զերծ պահելու համար։ Խոսնակը շեշտել է, որտեղ էլ տեղակայվեն Բրիտանիայի զինված ուժերը, նրանք ունեն ինքնապաշտպանության իրավունք։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ամերիկյան ուժերի կողմից Մարիներա նավթատար նավի գրավումը որակել է միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի կոպիտ խախտում եւ Վաշինգտոնին կոչ է արել վերադառնալ միջազգային նավագնացության նորմերի ու սկզբունքների պահպանմանը։ Ըստ գերատեսչության Միացյալ Նահանգները բազմիցս, այդ թվում պաշտոնական մակարդակով, տեղեկացվել է լցանավի ռուսական պատկանելության եւ դրա խաղաղ քաղաքացիական կարգավիճակի մասին։ Ըստ ռուսական կողմի Մարիներայի հետ կապված միջադեպը կարող է հանգեցնել Եվրատլանտյան տարածաշրջանում ռազմական եւ քաղաքական լարվածության հետագա սրման։ ԱՄՆ ռազմածովային ուժերը հունվարի 7-ին Ատլանտյան օվկիանոսում կալանել էին Մարիներա նավթատար լցանավը, նշելով, որ այն խախտել է ամերիկյան պատժամիջոցները։ Նավն առնչություն ունի Վենեսուելայի հետ, իսկ Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն էր ստացել միայն դեկտեմբերի 24-ին։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ պատժամիջոցների տակ գտնվող վենեսուելական նավթի նկատմամբ պատժամիջոցները շարունակում են ուժի մեջ մնալ։ Իրանում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներն աշխարհագրորեն ընդլայնվել են, ավելացել է նաև մասնակիցների թիվը։ Ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում մայրաքաղաք Թեհրանը եւ մյուս խոշոր քաղաքները։ Ի նշան բողոքի ցուցարարները որոշ քաղաքներում հրկիզել են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ Միացյալ Նահանգների կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պատկերներով պաստառները։ Ըստ իրանական լրատվամիջոցների, ցուցարարների մի մասը զինված է մարտական եւ որսորդական զենքերով։ Նրանք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։ Բախումների հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ջանք չեն խնայում օրենքի շրջանակում ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն թվարկել է այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Վենեսուելայում։ Առաջին հերթին երկիրը պետք է կայունացնել։ Ըստ Ռուբիոյի, Վաշինգտոնը չի ցանկանում, որ Վենեսուելայում քաոս առաջանա եւ իր ամենաուժեղ լծակն է համարում նավթային սահմանափակումները։ Ռուբիոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ն 30-ից 50 միլիոն բարել վենեսուելական նավթ կստանա եւ այն կվաճառի շուկայական գնով։ Այդ գումարը նրա խոսքով կբաշխվի այնպես, որ օգուտ բերի վենեսուելացիներին։ Երկրորդ փուլն ըստ ԱՄՆ պետքարտուղարի Վենեսուելայի վերականգնումն է եւ վենեսուելական շուկայի հասանելիությունն ամերիկյան, արևմտյան եւ այլ ընկերությունների համար, ինչպես նաեւ բանտերից ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը, քաղաքացիական հասարակության վերականգնումը։ Երրորդ փուլում Ռուբիոյի խոսքով արդեն տեղի կունենա իշխանության փոխանցում։ Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություններ իրականացրել եւ Վենեսուելայի նախագահին ու նրա կնոջը տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Նրանք մեղադրվում են թմրահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման եւ զենքի հետ կապված գործարքների համար։ Ամերիկյան հատուկ գործողության ընթացքում Վենեսուելայում առնվազն 100 մարդ է զոհվել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։